Ապագայի ունիկալ եւ գերշքեղ էլեկտրոմոբիլ են բերել վաճառքի եւ փոխանակման շատ լավ գնով, որի հայլիները տեսախցիկներ են եւ ունի առանձին բենզինային շարժիչի ձայներ հանելու հնարավորություն, Avatar 12 հագեցված տարբերակը 2024 թվականի արտադրության, մեքենան էլեկտրական է, 1 լիցքարմամբ քշվում է 650 կիլոմետր, հզորությունը 578 ձիաուժ, շատ քիչ հանդիպող լիակաշ տարբերակն է, որը լինում է միայն հագեցված տարբերակների վրա, անվայծր R21 են լրիվ նոր ձմեռային անվադողերով, հետը կտրվեն նաեւ ամառային անվադողեր, մեքենան ընդհանրապես վթարված չի եղել, ոչ մի փչված դետալ վրան չկա, ամբողջությամբ բրոնապատ մատովի թաղանթապատված է ամենաբարձրակ պլյոնկայով, միայն դրա արժեքը 2 միլիոն դրամ է, հագեցված տարբերակն է, բոլոր դռները վակուումային են, ունեն նաեւ առանձին ավտոմատացված բացվելու եւ փակվելու հնարավորություն, նաեւ պանորամային տանիք, հայլիները տեսախցիկներ են, հնարավոր է նաեւ փոխանակում այլ մեքենայի հետ, սա իր ընդհանուր տեսքն է, հիմա արդեն կանցնենք սալոն։ Սալոնը նույնպես գտնվում է իդեալական ու շատ թարմ վիճակում, նստատեղերը սպորտային կովշեր են, էլեկտրակառավարվող բազում ֆունկցիաներով ունեն նաև առանձին ոտքերի համար նախատեսված բարձիկ, որպեսզի ճանապարհորդելուց ոտքերը չօգնի, պրեմիում դասի աուդիոմկարգ, մեքենայի հայլիները տեսախցիկներ են, առանց ռամկաների գեղեցիկ դռներ, նաև ունի առանձին տեղ, որտեղ կարող եք ամբողջ մեխանիկական բացել դուռը եւ այլ թաքուն բաներ, ունի նաև շատ գեղեցիկ մուլտիղեկ շիտոկ ամբողջությամբ էկրաններով է, մեքենայի հայլիները տեսախցիկներ են, որը երևում է այստեղ, նաև էլեկտրոնային ինֆորմատիվ պրիբոր, վազք ընդամենը 12000 կիլոմետր է, ունի նաև շատ մեծ մոնիտոր սենսորային կառավարմամբ, ետևի տեսադաշտի տեսախցիկ, 360 տեսախցիկ, նաև 3D էֆեկտով, որտեղ մեքենայի շրջակա միջավայրը երևում են ամբողջությամբ, ունի նաև ամբողջությամբ ինքնուրույն պարկովկա լինելու հնարավորություն, ունի նաև մեքենայի ձայներ հանելու հնարավորություն, V6 շարժիչի, V8 եւ V12, օրինակ V8-ի դեպքում այսպիսի ձայն է, V12-ի դեպքում ավելի բարձր եւ քշելու ընթացքում նույնպես արձակում է ձայներ։ Նաեւ ունի վարելու էկո կոմֆորտ սպորտային ռեժիմներ, նաեւ custom ռեժիմ, ունի նաեւ գծերի ճանաչում, դիստոնիկ համակարգ, active cruise control, դիստանցիա պահելու հնարավորությամբ, նաեւ ինքնուրույն ամբողջությամբ վարելու հնարավորություն, կլիմատ կոնտրոլ, մեքենայի բոլոր նստատեղերը եւ ղեկը տաքացվող են, դիմացի նստատեղերը նաեւ սառեցվող են, ունեն նաեւ մերսման բազում ռեժիմներ, նաեւ ունի ավտոհոլդ, նաեւ մենյու, որտեղից կարող եք կառավարել ամբողջ մեքենան, բացել եւ փակել բոլոր դռները, բեռնախցիկը, նաեւ պատուհանները։ Այստեղ նույնպես ունի ինֆորմատիվ էկրան, հեռախոսահանելը լիցքավորելու հնարավորություն, ունի նաև շատ մեծ պանորամային տանիք, վերխը ալկանտարա է, սա սալոնի ընդհանուր տեսքը։ Եթե ցանկանում եք ձեռք բերել տվյալ մեքենան, բոլոր հարցերի համար կարող եք զանգահարել ներքևում նշված համարով կամ գրել իմ Instagram-յան էջին։